Հարավ ձեզ սիրելի հետևորդներ, երբ չար բան ես մտածում, դա քո միտքը չէ, շիրիվ իմացիր, զգուշացիր։ Միտքը պատերազմի ահավոր դաշտ է քրիստոնյաներիս համար։ Մտքից ծնվում են բարի եւ չար գործեր։ Մեր միտքը անվարժ է բարի պատերազմի համար։ Դրա համար երբ մենք ուզում ենք աղոտ կանել, սուրբ գիրք կարդալ կամ հոգեվոր ինչ-որ մի բան ընթերցանել, մեր միտքը փախչում է մեզնից, ոնց որ անվարժ ձին։ Դրա համար մենք պետք է սովորացնենք մեզ կառավարենք մեր միտքը։ Այսինքն ոչ թե մենք նստած լինենք տանը մեր միտքը թափառի Ատլանտյան օվկիանոսի ափին, այլ մեր միտքը մեր հետ լինի, մեր կողքին, որ կարողանանք կառավարել նրանք, որ չտանջվենք։ Հիշեք, չարը ընդհանրապես մարդկանց բռնում է երկու ձևի մտքով։ Անցյալի վրով ինչ-որ բան է հիշեցնում կամ ապագայի վրով վախեցնում։ Տվյալ իրողությունից դուրս գալու համար պետք է սովորացնեք ձեր միտքը աղոթքի, որ չտանջվեք։ Տարբեր կարճ աղոթքներ կան։ Տեր ողորմյա, ամենակարճ աղոթքն է։ Ձեր միտքը սովորացրեք աղոթքի։ Երբ չարը սկսում է խառնել ձեր հոգևոր դաշտը, մտքերը ձեր, սկսեք աղոթել, կամաց տանջող մտքերը կցրվեն, կվերանան։ Կարգավորեք ձեր մտքերը, սովորեք աղոթել, որ չտառապեք։ Աստված ձեզ օգնական եւ պահապան լինի։